Հին հայերը, ինչպես հույներն ու հռոմեացիները, բարձր էին գնահատում բաղնիքի դերը որպես մարմնի լվացման, բուժման, հանդիպումների, քաղաքական քննարկումների, ծիսակատարությունների համար նախատեսված վայր։ Գառնու ամրոցի արքունական բաղնիքը Հայաստանի եզակի հուշարձաններից է, որը վերակառուցվել ու պահպանվել է առ այսօր։ Իսկ ինչ տեսք է ունեցել այն։ Այսուհետև Գառնու տաճարի արքունական պալատը հնարավոր կլինի տեսնել 3D մոդելավորմամբ։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության հետ գործակցաբար ու Թումո դիզայն ստուդիոյի ջանքերով ստեղծել է հոլովակ, որի ցուցադրությունը կայացավ մայիսի 5-ին։ Ծրագրի նպատակն է այցելուների համար ստեղծել հանրամատչելի նորարարական լուծումներ պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու համար։ Թարգմանված է 9 լեզվով։ Ծրագրի հեղինակը նշում է, տևողության ընտրությունը պատահական չէ։ Զբոսաշրջիկը կապ չունի այցելում է զբոսավարի, թե առանց զբոսավարի, հնարավորություն կունենա դիտել հոլովակը եւ պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք է ունեցել բաղնիքը եւ ինչպես է աշխատել հռոմեական կառուցվածքով բաղնիքը։ Հոլովակի տևողությունը այդ 1.5 րոպեն, 2 րոպեն պատահական չենք ընտրել, որովհետև ցանկանում էի այնպիսի տևողություն ունենալ, այնպիսի տևողություն ապահովել, որպեսզի հյուրը, եթե գալիս է զբոսավարի հետ, հոլովակը լինի ի լրացում զբոսավարի խոսքին, իսկ եթե չի գալիս զբոսավարի հետ եւ ճամփորդում է միայնակ, ապա կարողանա գոնե պատկերացում կազմել ճարտարապետական հորինվածքի, կառուցվածքի եւ գործի մասին։ 3 անգամ քանդվել եւ նորից է հավաքվել արքունական բաղնիքի տանիքը։ Թիմը երկար ժամանակ գլուխ է կոտրել հատակի մանրանկարի իրական տեսքն ստանալու համար։ Աշխատանքները սկսել են 2021-ին։ Genesis Armenian ծրագրի համար նախատեսել էր 1.5 տարի, մինչդեռ գործնական փուլում բոլոր կանխատեսումները փոխվել են։ Ամենամեծ դժվարությունը, որը հանդիպել ենք, դա տանիքի վերակազմությունն է եղել։ Միանշանակ դա կարող եմ շեշտել, որովհետև ինչպես ասեցի, 3 անգամ քանդել եւ հավաքել ենք տանիքը, եւ երևի թե հաջորդ բարդությունը, որ ունեցել ենք ժամանակային առումով, դա եղել է այդ բացառիկ խճանկարի վերակազմությունը։ Վերակազմել ենք որքան որ հնարավոր է, դուրս չգալով որևէ գիտական թեզից։ Ավելի լավ է 1 անգամ տեսնել, քան 1000 անգամ պատկերացնել։ Այցելուներին Գառնու տաճարի արքունական բաղնիքը ներկայացնելը բավականին դժվար էր, իսկ այս ծրագրի միջոցով զբոսաշրջիկը այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալ բաղնիքի ամբողջ կառուցվածքին։ Այս իմաստով շատ կարևոր է նախաձեռնությունը եւ մենք սիրով ընդունեցինք ու ողջունում ենք նախաձեռնությունը այն իմաստով, որ իսկապես ամբողջական պատկերացում կտա շատ կարճ ժամանակում եւ մեր զբոսաշրջիկներին եւ մեր հասարակությանը, թե ինչպես է աշխատել այդ հանրահայտ արքունական բաղնիքը եւ կարծում եմ նման նախաձեռնություններ պետական եւ մասնավոր հատվածի միջև միայն դրական արդյունք կարող են տալ այս իմաստով եւ մենք ակնկալում ենք իհարկե շարունակություն համագործակցության, եթե հնարավոր է։ Հոլովակը հասանելի է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն ու պարսկերեն։ Արքունական բաղնիքի 3D մոդելավորման վրա աշխատել է հնագետը, ճարտարագետն ու անիմատորը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հնագետ Մկրտիչ Զարդարյանին ծրագրի գիտական հատվածը ապահովելու համար, նաև ճարտարապետ Գևորգ Գյուլամիրյանին։ Ցանկանում եմ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը եւ Թումո դիզայն ընկերության ղեկավար Վիգեն Թումանյանին մեր մտքերը իրականություն դարձնելու համար։ Ուղեղային կենտրոն հիմնադրամի թիմը համոզված է, անցած ճանապարհն ու արված աշխատանքը տալու է իր պտուղները։ Գառնու Թովյան, Նոնա Գևորգյան, Մեհեր Դավթյան, ABC Media։